Պարոն Դանելյան, երբեք առիթ չի եղել, որ մենք անձնապես շփվենք, չգիտեմ, առանց կամերաների, այդ հարց բարձրացրեցիք, ուզում առիթը օգտագործեմ ասեմ, էլի, ասում եք, մենք մտահոգ ենք եւ այլն։ Ես կարծում եմ, որ դուք մտահոգ եք եւ մտահոգություններից ելնելով եք ասում, ես չեմ համարում, որ դուք անձնապես Հայաստանի Հանրապետության դեմ որևէ դավադրության մեջ է գիտակցված։ Պրոբլեմը գիտեք որն է։ Իմ կարծիքով, իմ համեստ, գուցե սխալ, բայց կարծում եմ, որ ճիշտ կարծիքով։ Դուք խոսում եք մեծ հայքի մասին։ Ես կարծում եմ, որ ցավոք սրտի մեծ հայքը փայտակարանից մինչև ծոպք վերականգնելի չի։ Դա եղել է, մենք հպարտ ենք դրանով, դա մեր պատմության մասն է, բայց վերականգնելի չի։ Ինչի եմ ես ինձ թույլ տալիս ասել, որ դուք խոսում եք մեծ հայքի մասին եւ չեք խոսում Հայաստանի Հանրապետության մասին։ Որովհետեւ դուք ասեցիք ժամանազատման գործընթացի մասին խոսելու, արդեն եղած մասին։ Դուք ասեցիք մի հատ բառ ասեցիք, ես գրել եմ, հիմա դուք կրկնում եք Տիկին Հակոբյան։ Հայրենահանձնում, ես փաստորեն ճիշտ չեմ լսել, ասում եմ հարցն ճիշտ եք լսում, թե չէ։ Ասում եք հայրենահանձնում է տեղ ունեցել այդ ժամանազատման գործընթացի շրջանակներում։ Երևի դուք սա ասում եք, ելնելով մեծ հայքի, մեր պատմական հայրենիքի բանից։ Եվ տեսնում եմ նաև, որ բանը, այսինքն ազնվորեն ակերտորեն վրթոված եք ասում, այդպես հավատում եք, ես դա հարգում եմ, բայց ես կարծում եմ, որ դա սխալ է, պարոն Դանելյան։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությանը լավ է, վատ է, այդ ձեր չսիրած կամ փոքր համարվող կամ մեծ Հայաստանի մաս համարվող այս Հայաստանի Հանրապետությանը իրավական առումով հասանելիք, այս Հայաստանի Հանրապետությանը պատկանող մի միլիմետր հող այդ գործընթացի շրջանակներում չի հանձնվել Ադրբեջանին։ Աստեղ է մեր տարբերությունը ինձ թվում է։ Եվ մենք կարծում ենք, եւ հիմա էլի այդ իրական Հայաստանի դիսկուրսը եւ ամեն ինչ էլի, իսկապես սա է երևի բոլոր խնդիրների արմատը, ստեղ պիտի խոսանք իրար հետ հասկանանք, որտեղ մնացած ամեն ինչը դրսևորումներ են։ Այս մոտեցման հարցը մենք ասում ենք, լավ, այս Հայաստանի Հանրապետությունն է, էսա կենտրոնանում ենք սրա վրա, ապահովում ենք այս Հայաստանի Հանրապետությունը, ստեղծում ենք պայմաններ, որ մարդիկ ստեղ ապրեն, երջանիկ լինեն, ամուսնանան, երեխա ունենան, այդ երեխեքը գնան բանակում ապահով ծառայեն, կամ բիզնես հիմնադրեն, տնտեսապես զարգանան եւ այլն եւ այլն։ Թե մենք ասում ենք այդ բանի այդ նաստրոյի վրա ենք դնում, այդ մուդի վրա ենք դնում, որ չէ, մեծացար, դավայ, զենքը ձեռդ գնացիր, զոհվում ես փայտակարանի համար։ Ընտրության հարց է, ես ուրիշ բան կարամ, մի ուրիշ բան էլ է, լավ, ես մանիպուլյացիաների մեծ վարպետ եմ ըստ փաստորեն առավոտից մանիպուլյացիա ան, դուք էլ սուրբ եք սաղդ։ Հիմա պարոն Դանելյան, մի հատ օրինակ բերեմ, էլի, բայց շատ առարկայական, բովանդակային օրինակ եմ ուզում բերեմ, վստահ չեմ, որ ողջախոհ բանավեճի ձևով կընդունեք, այս օրինակը կշարունակենք քննարկել թե ոնց, բայց մի հատ դեպք ասեմ։ Ես կարծում եմ, չէ, սա փաստ է, ուրեմն այս կարգի հարցերի տիրույթում մենք առաջին ազգը չենք, առաջին պետությունը չենք, որ բախվել են, մինչև մեզ շատ պետություններ երկրներ են անցել սրա մեջով, մեզնից հետո էլ կլինեն տենց պետություններ։ Ես ուզեմ ձեզ մեջ բերեմ մի խոսակցությունից, որ ես ունեցել եմ մի եվրոպական երկրի արտաքին գործերի նախարարի հետ, որը հիմա այլևս պաշտոնաթող է։ Ինքը ինձ ասեց հետևյալը, ասեց, երբ որ մենք անկախացանք, բացեց իրանց երկրի պատմական, հիմա չտամ X-աստանի քարտեզը եւ ասեց, էս մերն է, ընդ որում շատ ավելի ուշ շրջանի պատմության, ասենք այդպես մոտավորապես 17-18-րդ դարերում մենք խոսում ենք մեծ հայք, որը այսինքն առնվազն 1045-ից պետականության մասին չենք խոսում, այդ մեծ տերիտորիա։
ասում է Սմիրնա։ Երբ որ մենք անկախացանք, մեր ազգի մեջ դիսկուսիաներ սկսվեցին այն մասին, թե մենք ոնց պետքա դրսևորվենք այս բոլոր հարցերում։ Եվ մենք պետքա ընտրեինք մեր երկիրը հիմա այն ինչ որ այս վերջի փուլում ճանաչված է եւ բանա, թե մենք դի գնանք այդ հողերի հետևից եւ հայտեր ներկայացնենք։ Ասում մենք ընտրեցինք սա։ Հետո, այսինքն իրական Իքսաստանը, եթե կարող եք այդ անալոգիան անել։ Հետո ասում են այ այն ինչ որ ես ասում եմ, գրեթե բոլոր եվրոպական երկրներն է հատուկ։ Եվ իսկապես էլի, ասենք չգիտեմ, այս պատմաբանն է, բայց հանրամատչելի տեղեկատվությունը, որ բացեք տենակ, մարդիկ 50, 100, 150 տարի առաջ ինչ հսկայական, ասինքն տարածքներ ունեցել շատ եվրոպական երկրներ, որոնք հետո 20-րդ դարի առնվազն երկրորդ կեսից, էլի երկրորդ աշխարհամարտից հետո, իսկ մինչև էդ էլ ես կասեի, այլևս այդ ազգի, այսպես ասած, պետականության սահմաններում չեն, թեև որոշ դեպքերում հələ այդ ազգը այն մյուս պետության մեջ որպես փոքրամասնություն ապրում է այլն։ Եվ հասկանում ես, որ ընտրության հարցը իսկապես կամ դու ասում ես, որ դու մեծ հայք ես, ես քեզ պետք չի քիչ ասամի ստից բանա, եւ ամեն ինչը դնում ես մեծ հայքի վերականգնման վրա, այդ թվում քո չգիտեմ, սերունդներին ես անընդհատ այդ բանով անում, այդ գծի վրա դնում, կամ ընտրում ես այն ինչ որ ունես։ Ընդ որում իրավական առումով առնվազն անխոցելի է Հայաստանի Հանրապետության տարածքը եւ նորից վերադառնալով կոնկրետ բանին, սահմանագծման այդ փուլում Հայաստանի Հանրապետության ոչ մի տարածք չի տրվել որևէ այլ կողմի եւ չի էլ տրվելու, եթե կարանա այդպիսի հարց առաջանա տարածքների այսի սահմանների որոշակի մոդիֆիկացիայի, որը ընդհանրապես լինում է սահմանազատման գործընթացներում։ Այդ պարագայում այդա պիտի գնա այն հանրակրվեի մեխանիզմին հանգի, որի քիչ առաջ որի մասին ձեր գործընկերները խոսում էին։ Բայց դա այդ է իմ ասել, որ տարբերությունը այդ ելակետն է, ինչ է։ Ես երկու օր առաջ տեսա այդ բանը ռիլը, որ կար բանը դիսկուսի իրական պատմական ու Արծրուն Հովհաննեսյանին որ տեսա, ինձ համար ամեն ինչ ընկավ տեղը։ Այդ մեծ բանը, որ ասում եք, էլի, բանը սաղ տոշնի, ուրեմն հիմա որ ասում եք որպես մեծ հայքի բնակիչ, դες Տավուշից եմ, չէ՞, մեծ հայքի բնակիչ եմ։ Հիմա այդ մեծ հայքում ես ապրել եմ, այդ որ Ադրբեջանն եք հանձնել։ Այդ մեծ հայքում պատմամշակութային հուշարձանների տեղը հատիկ գիտեմ։ Ու որ ասում ենք այդ մեծ հայքը սխալ օրինակ եք բերում, էլի, այդ մեծ հայքը շոշափել է եղել, ճակերտավոր մեծ հայքը, որ ուզում եմ դուք հասկանաք այդ ինչ ա եղել, էլի։ Ու որ այստեղ ասում ենք այդ քարտեզների համար, ուզում եմ ես մի հատ էլ հարց տամ, այդ հարցին էլ կպատասխանեք, այդ որ ասում եք քարտեզները, որ քարտեզների հիման վրա սահմանազատման, սահմանագծման գործընթացը, պատահական չեմ ասում, որովհետև դա թե խորհրդային միություն մտնելու ժամանակահատվածում ա եղել հայկական, թե նորանկախ Հայաստանի Հանրապետության ժամանակ ա եղել հայկական, ամեն ինչով հայկական, կրկնում եմ, պատմամշակութային հուշարձաններից, գերեզմանից, կոթողներով հանդերձ, ու դրա փոխարեն, պարոն Միրզոյան, մենք զիջելով որևէ մի բան չենք ստացել, այդ ժամանակի ես լավ հիշում եմ հիմնավորումները որն էր, եւ մտահոգությունս հենց դրանից է, հիմնավորումն էր, որ չանենք կլինի պատերազմ, ես դրա համար եմ ասում դեժավյու է իմ մոտ, անընդհատ չանենք կլինի պատերազմ, ու անընդհատ ես մի հատ օրինակով բերեցի, բայց այդ օրինակները բազում են, շատ են, եւ պետք չի անընդհատ այս առումով մանիպուլացնել մեր հասարակությանը, որ մենք այս իշխանապողությունը լի, զենքները ձեռից գնալու ենք, ու իմիջիալոց նաեւ հմեկն է Պետրոսի գլխավորությամբ անընդհատ այդ թեզ առաջ տանում, այսա զենքները վեկալու ենք, գնանք Թուրքիայի հետ պատերազմ անենք, ասենք բա այդ հողերը հետ ենք ուզում, դա շատ պրիմիտիվ է, էլի այդ ամեն ինչը, պետք չի հասնել դրան։ Չէ, մենք ասում ենք, մենք Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է մենք արժանապատիվ ապրենք, խաղաղ ապրենք։ Եվ այդ առումով Ադրբեջան նույնը չի ուզում։ Եթե նայում ես Ադրբեջանի մամուլը, Ադրբեջանի իշխանավորների ամենօրյա խոսույթը,
Ասում եք, մենք պետք է համարժեք լինենք, չէ՞։ Նախագահ, վարչապետ չի ասել, մենք հավակնություններ ունենք, բայց իրենք սաղորն ասում են, մենք հավակնություն ունենք։ Այս փոխեք, այն փոխեք, այս արեք, այն արեք, ու հետո դրա վերջը ո՞րն է դրա։ Վերջը այն է, որ մենք զիջումներով, մենք բանան եմ, էլի փորձեմ ձևակերպել բանը միտքս, որ ինչի համար է մեր այս ամբողջ պայքարը, որ մենք ի վերջո չզիջելով, չդիմադրելով, այդ իմունիտետը չունենալով, մենք հերթական էլի պահանջները բավարարելով, մենք այլևս մի քանի տարի հետո կամ մի քանի ամիս հետո, ես չեմ ուզում այհեցակ ասեմ բայղուշական բաներ ասում, մենք շատ լուրջ հետևանքներ ունենանք։ Շատ լուրջ հետևանքներ ունենանք։ Այսօր մտահոգ են մարդիկ։ Այսօր քաղաքացիներ, որտեղից դուրս են գալի, ոտքով քայլում են, ամեն քայլափոխի մարդիկ այդ հարցն են տալիս մեզ։ Այդ հարցն են տալիս մեզ։ Հիմա ամփոփելով խոսքս, էլի, հա, ամփոփելով խոսքս։ Ուրեմն մենք պիտի ֆիքսենք։ Նախ, այս պահանջները անհատնելի են, որովհետև նորից նշեցի, կես ժամ հետո նորից էլի նոր պահանջներ ա ներկայացում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը այն պետությունը չի, որին կարելի է իր ասածների ընդհանրապես մի բառին անգամ հավատալ։ Ինքը բազմաթիվ անգամներ դա արել է։ Բազմաթիվ անգամներ խախտելով պայմանավորվածությունները։ Դա Արցախում ա եղել, դա հիմա է տեղի ունենում, ու տենց շարունակ։ Ու դուք պետք է այդ համարձակությունը ունենաք, այդ համարձակությունը պետք է ունենաք։ Ես ելնեի ձեր իշխանության տեղը, ես ելնեի իշխանության, այդ համարձակությունը կունենայի, կասեի ես այլևս որպես իշխանություն սպառված եմ, ի վիճակի չեմ, հարց այն չէ, որ մենք գանք։ Այդ չի ընդհանրապես խնդիր, մենք կարանք չգանք էլ, չլնենք էլ, հարց այդ չի, բայց դրանից հետո պետք է Հայաստան մնա, բայց դուք պահում եք ձեր աթոռները զիջելով մեզ համար կենսական նշանակություն ունեցող եւ տարածքներ եւ սկզբունքային հարցեր։ Այդ բանը տեսեք Եվրոպայում կամ այդ ձեր ասած ամփոփում եմ խոսքս, այդ երկրներում ամեն մի հատ պրիմիտիվ բանի հիմար մարդիկ հրաժարականներ են տալիս։ Իսկ դուք այսքան զիջում եք տեղն էլ ներկայացնում, որ սա փառավոր հաղթանակ է, փառավոր։ Ինչ է, մի հատ զիջում։ Ես իրականում մեկնաբանություն չունեմ բացի նրանից, որ պարոն Դանիելյան ճիշտ հակառակը մենք մեր իշխանությունը ծառայեցնում ենք, այդ թվում եւ գիտեք անձնական վիրավորանքների, բանի, միշտ չի որ մեր հանդեպ կոռեկտությունը պահվում է անձնապես եւ այլն։ Մեր իշխանությունը ծառայեցնում ենք միայն եւ միայն նրա համար ձեր բառերը օգտագործում, որ հետո Հայաստանի Հանրապետություն լինի։ Մի հատ էլ իմ կողմից եմ ասում, չնայած դե վարչապետը ավելի հաստատ ու ավելի շատ անգամ ասել, որ պահին որ ժողովուրդը ճուզի մենք լինենք իշխանություն, մենք չենք լինի։ Իսկ դուք գիտեք թե դուք ժողովրդի անունից եք խոսում։ Ժողովուրդը մի քանի ձև ունի։ Ամենաճիշտ ձևը ընտրություններն են, դրանից հեռու չենք մոտ մի տարի մի քիչ ավել ժամանակ մնաց։ Մինչև ընտրություններ ու մեր ձևեր կան, եթե դա դրսևորը կդրսևորի, բայց կներեք պարոն Դանիելյան, միայն, ասենք, չգիտեմ, լավ շարունակեմ, էլ մեկնաբանություն չունեմ։ Եվ վերջին հարցը պարոն Խաչատրյան, որից